Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախորդ գումարման ազգային ժողովում եւ իմ քայլը բրենդ է, որը քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է եւ ուղղում է անում ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6.1 մասին, որը ենթադրում է այն հիմնադրամները, որոնք ապելացնում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն գործունեությունը ընտրությունների վերաբերյալ հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու։ Ուրախ եմ, որ Դանիել Իոնիսյանը ինչ որ մի փուլում մի քանի տարի անց բացահայտել է իր համար, որ իմ քայլը հիմնադրամը ասոցացվում է նախկին խմբակցության անվան հետ, նույնն է կրկնում է եւ այլն եւ այլն։ Եվ հիմա նման հայց է ներկայացնում, իսկ դա իրականում խախտում է թե ոչ Երևան դատարանում։ Դանիել Իոնիսյանի անկախ դիտորդ կազմակերպությունը դաշինք էր, թե ոչ դաշինք էր, գործում էր նաեւ 2022 թվականին եւ խնդրում եմ անպայման հարցրեք 22 թվականին իմ քայլը հիմնադրամի անվանումը որևէ կապ ուներ, իմ քայլը համանուն դաշինքի հետ մոտ էր, թե այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում։ Խնդրում եմ իրանից հարցրեք, իսկ մենք մնացածը դատարանում կորոշենք։ Դուք հիմա պնդում եք, որ բացարձակ ոչ մի խախտում չեք տեսնում։ Ես մեջ բերեցի բոլոր օրենքները, որոնք վերաբերելի են տվյալ իրավիճակի համար եւ առնվազն իմ տեսակետից, իսկ ես մասնագետ չեմ, տպավորությունը այդպեսին է։ Դատարանում կերևա գուցե պարտվենք, գուցե ոչ։ Դա երևա չեմ ուզում առաջ անցնենք իրադարձություններին եւ մեզ վերագրենք դատավորի դերակատարում։ Նաև Իոնիսյանի մասով կասեք պատասխանատվության ինչ տեսնում իրավական ինչ չեմ կարող փաստաբանները կմշակեն, ես հիմա հայտարարում եմ, որ պարզապես մտադիր եմ եւ վճռական եմ իմ իրավունքները պաշտպանելու իմ որպես կին, իմ որպես քաղաքացի, իմ որպես ընտրող եւ իմ որպես հիմնադրամի գործադիր տնօրեն։ Դուք նաև խնդիր չեք տեսնում, որ Տիկին Նազարյանը հանդիսանում է քաղաքացիական պայմանագրի անդամ եւ ձեր ողջաբանությունը։ Ես խնդրում եմ ասուլիսից հետո բացել օրենքները եւ գտնել խնդիրը։ Չէ, ես ձեր գնահատականն եմ, ձեր պատկերացումը։ Ես կարդացի օրենքը, կարդացի ԿՀ պարզաբանումը։ Այդ համատեքստում դուք իմ քայլի հիմնադրամի բոլոր աշխատակիցների վրա վստահ եք, որ որևէ մեկը քարոզչություն չի իրականացնելու հօգուտ քաղաքացիական պայմանագրի։ Այնպեսի հարց եք տալիս, դա սկզբունք է, որ մենք որդեգրել ենք որպես հիմնադրամ։ Եվ դա սկզբունք է, որը իմ ամեն հաջորդ հանդիպման, ամեն հաջորդ շփման մեջ հնչում է։ Այսինքն, եթե մենք ուզենք քաղաքացիական, մենք ուզենք որևէ ձևով առնչվել ընտրություններին եւ քարոզություն իրականացնել, դրա ձևը գիտենք, չէ՞։ Դուք Փաշինյանի կողքին եք վերջին շրջայցերի ժամանակ։ Եվ նրա այդ շրջայցերի քարոզչական նպատակ չունեն ձեր։ քարոզությունը սկսվել է։ Ինչպես։ Մենք քարոզչության փուլում ենք արդեն։ Բայց այդ բնական չի լրագրում։ Ինչ է բնական։ Ինչպես է ընկալվում։ Շատ լավ։ Դուք զբաղված եք քարոզչությամբ, դա այդպես է։ Դուք ընկալում եք, որ ես զբաղված եմ քարոզչությամբ, հրաշալի։ Փաշինյանի քարոզչական է դա։ Դուք հիմա կարող եք ինձ նայել եւ ընկալել ցանկացած բան, ոչ մի կերպ չեմ կարող ձեր ընկալումներին խոչել։ Եվ դուք ազատ եք ընկալել ցանկացած բան։ Տիկին ապականերով մենք ընկալում ենք երկու բան։ Դուք Տիկո Փաշինյանի կինն եք։ Կարծեմ վերջին շրջանում բոլոր լրատվամիջոցները իմ մասին խոսելիս ասում էին երկարամյա զուգընկեր, ասում էին ոչ ոք չի ասում այլևս Նիկոլ Փաշինյանի կին։ Ուրախ եմ, որ վերադարձել եք ուրիշ ձևակերպման, որովհետև արդեն 3 տարի բոլորը միայն այդպես են ձևակերպում։ Դե եկեք հիմա օրինականությամբ խոսենք։ Օրենքներով խոսենք։ Անձնական հարաբերությունների կոնտեքստում ասում որ դուք Նիկոլ Փաշինյանի կին եք, եթե այդպես չէ, այլ ֆորմատ է գործում, ասենք ես համենայնպես այդպես եմ ընկալել։ Սա մեկ։
Հիմա դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք, մեկ, ես այդպես եմ ասացում, եւ երկրորդ դուք Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձության խորհրդի նախագահ գործադիր տնօրենը Վահե ջան, գործադիր տնօրենը, դրանք շատ տարբեր բաներ են, շատ։ Իմ քայլի հիմնադրամն եք ներկայացնում, հիմնադրամի դեմքն եք։ Այս երկուսը Դեմքը չէ, գործադիր տնօրենն եմ, վարձու աշխատողը, գործադիր տնօրենը եւ շատ լուրջ եմ վերաբերվում իմ աշխատանքին։ Դա տխուր բան չի, դա սրտաճմլիկ բան չի, դա հրաշալի բան է, դա լավ հնարավորություն է իմ համար եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը ունեմ։ Եվ կարող եմ իմ հնարավորությունը եւ ներուժը ծառայեցնել մեր օրինակ 2500 շահառուներին։ Եթե դուք որևէ անգամ ժամանակ գտնեք ձեր թանկ ժամանակից եւ ուսումնասիրեք հիմնադրամի աշխատանքները, հիմնադրամի ծրագրերը, կգնահատեք իմ աշխատանքը։ Կգնահատեք եւ այդտեղ ոչ մի տխուր սրտաճմլիկ բան չեք տեսնի։ Բայց ուրիշ բան եմ ասել, ասոցիացիան, էլի տրամաբանության մեջ։ Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք, եւ դուք ոնց ասացիք, Իմ քայլի հիմնադրամի վարձու աշխատող եք։ Այո։ Չգիտեմ ձեր ղեկավարն ով է, բայց դուք այստեղ ենթակա աշխատող եք։ Հոգաբարձությունների խորհուրդն է լինում հիմնադրամների ղեկավարը Վահե ջան։ Դուք գործադիր Բոլոր հիմնադրամների ղեկավար մարմինը, բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձությունների խորհուրդն է։ Որևէ մեկը գիտի մեր հոգաբարձությունների խորհրդի կազմի մասին, իհարկե ոչ։ Եկեք տեխնիկական բաների մեջ չմտնենք։ Ախր դրանք տեխնիկական բաներ չեն, դրանք փաստեր են, որոնք հուշում են շատ կարևոր ինֆորմացիաներ։ Լավ, հարցը։ Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք երից։ Այո։ Եվ դուք փառք Եվ դուք գործադիր տնօրենն եք Իմ քայլի հիմնադրամի վարձու աշխատող, որի ղեկավարը հոգաբարձությունների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն է։ Ոչ, հոգաբարձությունների խորհուրդը։ Խորհուրդն է, այո։ Այս երկու փաստ օրինակությունն են, դառնում է ասոցիացիա, որ Իմ քայլի հիմնադրամի վարձու աշխատող Տիկին Աննա Հակոբյանը, գործադիր տնօրեն հիմնադրամի, որը միաժամանակ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի կինը, երկուսով միաժամանակ քայլում են այդ երկու կերպարը միաժամանակ, որը մեկ անձ է, քայլում են Գյումրիում իրար հետ։ Նախագահ քարոզչական շրջանում, որը կարելի է ոչ ֆորմալ իմաստով քարոզություն է։ Հիմա հարց, մարդիկ ձեր հիմնադրամի շահառուները, որոնք որ տեսնում են երկրի ղեկավարի ՔՊ խմբակցության, ՔՊ կուսակցության նախագահ եւ առաջնորդի կողքին քայլում է այն հիմնադրամի գործադիր տնօրենը վարձու աշխատող, որ իրենց ունը կողքնել է բաներ։ Ինչ են հասկանում։ Հիմա ինչ պիտի հասկանան այդ մարդիկ, ձեր բոլորի եւ բոլոր լրատվամիջոցների եւ ընդհանրապես բոլոր քաղաքացիական զգացողություն եւ արժանապատվություն ունեցող մարդկանց շնորհիվ պետք է հասկանան, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում կանայք, ունեն ազատ ընտրության եւ կամարտահայտության իրավունք եւ դեռ ոչինչ չի նշանակում լինել ինչ որ մեկի կինը քողկով քայլել եւ դա ընդունել որպես քարոզչություն։ Պարզ է։ Ես ուզում եմ բոլորին, ասում եմ չգիտեմ։ Այո, որովհետեւ մեր կյանքում օրենքները մի կողմ, մեր մնացած խոսակցությունները մի կողմ, միջազգային կոնվենցիաները մի կողմ, կյանքը մի կողմ, սահմանադրությունը մի կողմ, մեր կյանքը մի կողմ, եւ ես հիմա պայքարում եմ մեր երկրում, պայքարում եմ իմ սահմանադրական իրավունքի համար։ Եվ պայքարում եմ ցանկացած կնոջ սահմանադրական իրավունքի համար, եւ այդ սահմանադրական իրավունքը պաշտպանում է ցանկացած կնոջ, լավ ցանկացած ընտրողի զուգահեռաբար, ցանկացած 18-ամյա ընտրողի, ցանկացած 88-ամյա ընտրողի ազատ գաղտնի կամ արտահայտությունը։ Դա պաշտպանված է եւ դուք եք այն մարդիկ, որ պետք է քաղաքացիներին հիշեցնեք այդ մասին, կամ չհիշեցնեք, կամ խորապես մոռացության մատնեք, թույլ տալով անցնելով սահմանը, հարցնելով հարցեր, որ չպետք է բացարձակապես հնչեն։ Դա վերաբերվում է նաև հարցումներին։